Այսօր ինչ պիտի արվի, որ հայկական Արցախի էջը վերաբացվի, որ Գանձասար գյուղը նորից հայկական լինի։ Մենք Արցախը եւս ազատագրենք եւ մեր պատմական հայերի հողերը ազատագրենք։ Ձեր կարծիքով Վազգեն Սարգսյանի ազատագրած տարածքները ինչու հանձնվեց թշնամուն։ Շատ դժվար է այդ խոսքերը մեկնաբանել ինձ համար, քանի որ դժվարությունը ոչ թե գալիս է 1-2 տարիների, այլ գալիս է տարիների ընթացքում։ Մեր ամեն ինչը կախված է մեր համախմբվածությունից, որ հայ ազգը պետք է համախմբվի, եթե հայ ազգը համախմբվի, իրեն կոտրում չի լինի, չեն կարող կոտրել։ Իսկ Վազգեն Սարգսյանի գաղափարները այսօր դավաճանողներ կան, թե չկան իշխանությունների մեջ։ Ես չեմ կարող այդ հարցերին պատասխանեմ, չեմ ուզում դրա մեջ։ Այդ Վազգեն Սարգսյանը եղել է մեր հերոսը, մեր ազգային հերոսը, որը որ մենք ասում եմ, այսքան տարիներ կորցրենք, ինչքան բաներ կորցրենք Տիգրամեցի օրոք սկսած, բայց մենք հաղթանակ տանենք 90-ական թվականներին, ազատագրեցինք մեր հողերը, եւ Վազգեն Սարգսյանը որ լիներ ինքը կենթանի, ես չեմ կարծում, որ մնացած հողերն կազատագրեինք։ Մեր բանը, Ղարսը, Էրզրումը չեն կասկածում։ Իսկ 44-օրյային արցախցիները չեն կռվել, որ չեն պահել այդ հողը, ինչպես իշխանություններն են պնդում որոշ մարդիկ։ Չի կռվել են, բայց ինչ են, բայց արցախցիները չեն կռվել, ով է կռվել։ Սա բոլոր Արցախ Հայաստանը մի պետություն է։ Բոլորն են կռվել են։ Բոլորն են կռվել են, ինչ կան կարողացել են արել, էս է եղել։ Հիմա ասում ես ջիպերով փախան ասում։ Դե ջիպերով փախնող էդի միշտ փախած է եղել, դրա մասին չի խոսքը։ Բայց ովքեր ժողովուրդը կռվել են, բանակը կռիվ արել, բայց ինչ են արել։ Հիմա չեն կարող բարյակ տարի դեմ։ Հիմա նորանոր զենքերը դուրս գալիս, հիմա չի կարող զինվորը կանի, ժողովուրդը կանի։ Կան կանեն արենը զոհվել։ Ուրիշ ինչ, հիմա պիտի օդը պաշտպան է, հիմա բոլորը զոհվի, որ ասեն կռիվ են արել։ Սեղասպանությունն է, հա։